Այլանդակությունը շարունակվում է Նիկոլի իշխանության ժամանակ ցանկացած մեկին կարող են մեղադրանք ներկայացնել, ցանկացած մեկին, կապ չունի, որ դուք ընդհանրապես գուցե այդ գործի կամ հանգամանքների մասին անգամ տեղյակ էլ չեք, հա, բայց կարող են առաջադրել եւ քանի որ սրանց նպատակը բոլոր հնարավոր ընդդիմադիր օջախները կոտրելն է, ջարդելն է, խեղճացնելն է, հերթական փորձերից մեկն է։ Այս մարդկանց իշխանությունը ոչ միայն ազգային աղետ է բերել, նաև մարդկային ողբերգության պատճառ է դառնում ու ամեն օր շատ շատերը ոչ միայն զզվում են, ոչ միայն հիասթափվում են, ոչ միայն դառնությամբ են լսված այս իրականության հանդեպ, այլ նաև ընդհանրապես մարդկության նկատմամբ հավատն է կորում, իրավական համակարգի նկատմամբ հավատն է կորում, ասենք հակակոռուպցիոն կոմիտեն, եթե կոմիտեի քննիչները այս ձևով են մոտենում հարցին կամ այս ձևով են կատարում այդ պատվերը վերևից իջեցված, այս մարդիկ իրավունք չունեն ընդհանրապես քրեական իրավունքի մասին խոսելու, իրավունք չունեն ընդհանրապես իրավաբան կոչվելու։ Համենայն դեպս որոշ մանրամասնություններ, որ ինձ փոխանցեցին, այս սարսափելի է, սա խայտառակություն է։ Հասկանում եք, ասենք աննկարագրելի բան է դա։ Եվ գիտեք ամենավատը որն է։ Տեսեք տարեմուտի շեմին է, չէ՞։ Ասենք բոլորը մեր պայքարի մասնակից ընկերներին ճանաչում են, գիտեն, ծանոթ են նրանց մարդկային, նրանց մասնագիտական որակների հետ, նրանց արժանինքների մասին տեղեկությունն են, ու երբ որ նման զավեշտալի մեղադրանքներ են ներկայացնում, այս մարդիկ չեն հասկանում, որ հեղինակազրկում են նաև պետությունը, հայոց պետականությունն են հեղինակազրկում։ Հերթական այս այլանդակությունը հիմա էլ արդեն հայրենիք կուսակցության նկատմամբ է իրականացվում, համոզված եմ, որ սա ողջ ընդդիմադիր դաշտի պայքարի համար պետք է դառնա առանցքային նշանակություն եւ բոլորով պետք է գիտակցեն, հասկանան, որ սա բոլորի առաջ չոքելու է այս այլանդակությունը։ Գուցե Նիկոլի իշխանությանը եվրոպացիները որոշակի հույսեր են տվել կամ աշկ փակելու խոստում են տվել, բայց միևնույն է հայ ժողովուրդը չի ներելու։ Չի կարող ներել այսպիսի այլանդակությունները։ Վաղ թե ուշ այս մարդիկ պիտի պատասխան տան, չէ՞ օրենքի առաջ։ Ամբողջ խստությամբ օրենքի պիտի կիրառվես մարդկանց նկատմամբ, այս ապօրինի քրեական հետապնդումները, այս ցուցումները, որոնք տրվում են, այս այլանդակությունները, որոնք կազմակերպվում են, վերջերս մարդիկ պատասխանատվության առաջ պիտի կանգնեն ու կանգնելու են, տարբերակ չկա։ Փորձագիտական շրջանում կարծիք կա, որ ցանկանում է գնա մոլդովական մոդելով ընտրություններից առաջ։ Մոլդովական կլինի, то չգիտեմ, եվրոպական որևէ այլ երկրի մոդել կլինի, ուկրաինական կլինի, կապ չունի։ Սա Հայաստան է, Հայաստանի Հանրապետությունն է եւ հայ ժողովուրդը իր խոսքը պիտի ասի։ Ես վստահ եմ, որ առաջիկայում այդ խոսքը անպայման ասելու է ժողովուրդը, որովհետեւ այս այլանդակությունները հասարակության մեջ նստվածք են տալիս, նստվածք են թողում եւ ոչ մի սցենար կլինի մոլդովական, կլինի, չգիտեմ, այլ անվանումով չի կարող աշխատել։ Չի բացառում, որ նույն ապօրինությունները հետագայում փորձեն նաեւ արդեն կուսակցությունների մակարդակով չգրանցումների կամ ինչ-որ բան։ Դրա համար միասնական ճակատը ընդդիմադիր հատվածի չափազանց կարեւոր է։ Ընդ որում այդ ճակատի առաջարկը մենք արդեն արել ենք։ Դաշնակցությունը արդեն ներկայացրել է իր մոտեցումները, որ պետք է իսկապես բոլորի համար այս գործողությունները լինեն նույնական։ Բոլոր ընդդիմադիր դաշտի գործիչները պետք է միասնաբար հանդես գան այս այլանդակության դեմ։ Դրանով կձախողվի նաև իրանց ցանկացած սցենար, ինչ անուն ուզում են դնեն։